Վերջերս հանդիպում եղել է Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի միջև։ Ես չեմ մասնակցել այդ հանդիպման։ Չգիտեմ Այսինքն եղելա թե այսինքն եղելա չեք մասնակցել։ չգիտեմ եղելա թե ոչ, ես նման հանդիպման չեմ մասնակցել, տեղեկությունների չեմ տիրապետում։ Բայց ենթադրում եմ Ռոբերտ Քոչարյանի ոդքասթները լսում եք, Այո։ որտեղ նա ասաց, որ վերջերս Մոսկվայում էի։ Եվ Մոսկվայում միայն Պուտինն է ապրում։ Չէ, դա եմ ուզում հասկանալ, ինչ այցեր, ինչ նպատակով էր այդ այցը։ Գիտեք, դուք մտածում եք, որ Ռոբերտ Քոչարյանի բոլոր այցերի վերաբերյալ դաշինքում ներգրաված տեխնացուներին զեկուցումը, մանրամասներ է ներկայացնում, թե ինչը չեմ պատկերացնում։ Գուցե մասնավոր այց է եղել, գուցե ոչ մասնավոր, ես չեմ տիրապետում տեղեկությունների, չեմ կարող մեկնաբանել։ Եվ Փաշինյանի հետ հանդիպման բաց հատվածից ինչ հետևություններ արեցիք դուք ձեր թիմը, որ Ռուսաստանի աջակցությունն ավելի շատ որ ուժն է վայելում։ Ըստ էության Ռուսաստանի նախագահը խոսում էր Սամվել Կարապետյանի մասին։ Եվ Ինչ հետևություններ արեցիք։ հիմա Ռուսաստանը ինչ հնարավորություններ ունի Սամվել Կարապետյանին աջակցելու։ Ռուսաստանը պետք է նկատել, որ ի տարբերություն Արևմուտքի, Հայաստանում չունի ցանց, սա ամենայն անկեղծությամբ եմ ասում, չունի այն համակարգը, որը ունի Արևմուտքը, եւ Ռուսաստանը եթե անգամ ցանկանա, որևէ տեխնացու չի կարող օգնել այնպես, ինչպես Արևմուտքը օգնում է Նիկոլ Փաշինյանին։ Հնարավոր չի ուղղակի ինքն համակարգերը, մեխանիզմները չունի եւ չի տիրապետում։ Հա, եթե պատերազմ լիներ տարածաշրջանում, Ռուսաստանը այդ գործից լավ է, բայց ես չեմ կարծում, որ այս տարածաշրջանում այդ իմաստով պատերազմ կլինի։